Իսկ Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի մասին դուք ասացիք որ մտերիմ եք եղել։ Ընկերական շփումներում այդ հարազատական միջավայրում ինչպիսին էին։ Խորենի հումորը, Խորենին ուրիշները կարող է դասախոսում էր դե ինքը, բայց մեր հետ ինքը մեր ամենակատակասեր ընկերն էր։ Մեր ամենակատակասեր ընկերը։ Ես հիմա որ ինձ թույլ տամ ասել, որ երբ որ բնակարան էին ստացել իրենք, երեկով գնացինք, որ պետք է մտնեն։ Հիմա Լուսինեն Խորեն ասում է բանալին դուրս արկսին թող բացի։ Խորեն բանալին դուրս արկսին թող բացի։ Ի վերջո տվեցին բանալին ինձ, որ ես այդ դուռը բացում, որ իրենք սենյակ մտնեն։ Ուրախությունը ձեզ հետ կիսել են։ Հա, եւ ուրախությունն էլ ինչպիսի, ափսոս որ կարճ տևեց էլի, նրանք ինձ համար վաղամերիկ են, Լուսեյկան չէր, Խորենը շուտ հեռացավ կյանք։ Ճակատագրի բերումով եղել, դե Խորենը երբ որ ճեմարանից եկավ ավագ տարիներում համալսարանի բանասիրության ֆակուլտետ ընդունվեց, մեր կուրսեցին էր Խորենը եւ շատ մտերիմ էինք մենք, շատ մտերիմ էինք եւ Մոսկվա էինք գնացել կուրսով։ Մոսկվայում ուրեմն մենք օրեր էինք անցկացնում, ծանոթանում էինք մշակութային արժեքների եւ այլ կյանքին եւ այլ, այդպես էր ուրեմն այդ մի կոչում էր պրակտիկայի իբրև, բայց Մկրյանն ասում էր մեր դեկանն էր շատ երջանկահիշադակ Մկրյանը, ասում էր ուղարկում են, որ մարդիկ շփվեն մայրաքաղաքի կյանքին բան եւ այլն։ Ուրեմն մենք Մոսկվայում էինք, Լուսինեն պետք է Լեհաստանից յուրախաղերից գար, մենք պետք է դիմավորեինք։ Հոդվածներ կա իմ ընկերը Արամ Ալեքսանյանը հոդվածներ է գրել այդ մասին։ Ուրեմն ամերիկացի մեծ փիլիսոփան, նկարիչ եւ մեծ մտավորական Ռոքվել Քենթ լսած կլինեք։ Ռոքվել Քենթը Հայաստան էր եկել, Հայաստանում ուզեցել է որ անպայման Լուսինեին լսի, Լուսինեն Հայաստանում չէ։ Ինքը Մոսկվայում էր տիկնոջ հետ, Լուսինեն այդտեղ է կազմակերպել էին դենտեղ այդ պետական այրերի համար դժվար չէ կոնսերվատորիայի բանի միջոցով, որ այդ հանդիպումը կազմակերպեն, որ Քենթը հանդիպի Լուսինեին։ Փոքր խմբով մենք դե Լուսինեն, Խորենը, Արամը, Ալեքսանյան, իմ ընկեր կոնսերվատորիայի մի լսարանում կազմակերպեցին այդ հանդիպումը։ Մենք ներկա էինք, Ռոքվել Քենթն էլ Հայաստանից մի փոքր այսպես խաչքարի կդոր էր հիշադակ վերցնել Հայաստանից, որ պետք է բան ցուցադրի։ Երբ որ Ալեքսանդրովսկի թե ինչ այդ պրոֆեսորը, որ ուղեկցում էր Ռոքվել Քենթին, դրա միջոցով Լուսինեն երբ որ սկսեց երգել, այդ լսարանն էլ էր քարացել։ Ինչ երևույթ էր չեք պատկերացնում, թե ինչպես էր ունկնդրում Ռոքվել Քենթը տիկնոջ հետ բան եւ այլն։ Եվ այդ միջոցառումը այդ թարգմանչուհին ավելի նրա այդ հուզական աշխարհ ավելին էր, քան իմը, որ ես փեղծում եմ եւ այլն։ Ինչպես էր պատմում, ինչպես էր լալիս, ինչպես խոսում եւ այդպես այդ հանդիպումը կազմակերպեց հոդվածներ եղան։ Շատ լավ օրեր եղան, շատ լավ հիշողություններ ունեք, շատ հետաքրքիր մարդկանց մասին, մեզ հետ էլ գզրոցները բացեք, որոշ պատմություններ պատմեք հետաքրքիր։ Ես քիչ առաջ ասեցի իմ համար մտավորականի, եթե այդ բառի ճիշտ իմաստը մարդիկ ընկալում են, մտավորականի իսկական այսպես արժանի կերպար ես համարում եմ Արմեն Հովհաննիսյանին, ռադիոյի երաժշտական բաժին խմբագիրներ, որ մեզ հետ ինքը ֆեդերատիվ Գերմանիայում էր։ Եվ նրա հետ այստեղ Հայաստանում շփվելով եւ ճանապարհին ավելի շատ մարդիկ ճանապարհին են իրար ճանաչում գնահատում։ Դա
պարզապես երկնային էր, այդ մարդուն ես ուրիշ կերպ եմ հարգում, ուրիշ կերպ եմ ընդունել դրան։ Երաժշտությունը կյանք է, երաժշտությունը երկարակեցություն է տալիս։ Երաժշտությունը ամեն թերին լրացնող մի երևույթ է կյանքում։ Ինչքան դժվարություններ ուզենաս հաղթահարել երաժշտությամբ։ Եվ երաժշտությունը այսպես պատկերացեք այդ որ պատմեցի, թե ինչպես եղավ որ Մարոյին նորից հանդիպեցի եւ ինչպես ընդգրկվեց այդ խմբում։ Այդ մի 3-4 տարի դեռ չէինք աշխատել, ինձ հրավիրեցին Գորանի ֆիլմի նկարահանություններին։ Ես դա համարում եմ նվաճում է դա եւ այսօրվա դրությամբ ափսոս որ իմ ընկերները որոնց հետ ես ուզում էի այսպես կլոր սեղան ստեղծեի ժամանակից շուտ հեռացան կյանքից վերջինը Զավեն Թագակչյանն էր որի հետ ես հանդիպում էի նա էլ մահացավ Հովիկը Ընկերների կորուստը նեղում է շատ տխրեցնում է ձեզ։ Ընկերների կորուստը նեղում տխրեցնում է ձեզ։ Շատ մեծ այսպես հետք է թողնում իմ հոգու վրա, որովհետև ես շուտ եմ ընդելանում, շուտ եմ մարդկանց ճանաչում, շուտ եմ ընդունում հոգու, սրտով ինձ մոտ եմ ընդունում եւ նրանց կորուստը շատ ծանր եմ տանում։ Հիմա ակունքը մեծ գործ է անում, որովհետև մեր ղեկավարը շատ հայտնի անձնավորություն է, ակունքի ղեկավարը Արթուր Շահնազարյան, կոմիտասագետ, իմացությունը նրա կատարյալ է եւ նվիրված անձնավորություն է ու ամեն ինչ անում է անթերի, ինքը իմ համար չափանիշ է այդ հարցում։ Ինչ կարևոր է որ դուք որպես որպես հիմնադիր անդամ այսօր գոհ եք։ Գիտեք որ հուսալի ձեռքերում է։ Մարոյի մասին որ ես խոսեմ պետք է ժամեր լինի, ես չեմ հասկանում այդպիսի մարդ որ այդքան կարճ ժամանակում այդքան բան սովորեց եւ մի տեսակ ես մի անգամ արտահայտվել եմ էլի եմ ուզում ասել Մարոն որ կյանքից այդքան վաղ հեռացավ կարծում եմ թե ինչպես ճակատագիրն է ասենք Դուրյանի նման Մետարենցի նման մեծությունները այդքան արժեք են թողնում եւ թվում է թե ինձ թվում է թե ասում ատը խառն է որ գիտի որ դրանց կյանքը այսքան է ես թույլ տամ դրանք անեն այնքան ինչքան որ հնարավոր է եւ Մարոն այդպիսին էր Մարոյի խստապահանջությունը Մարոյի իմացությունը եւ այն ինչ որ արեց դա սերունդների համար է ձեր արած իսկապես սերունդների համար է հիմա նույնը անում է նաեւ Արթուր Շահնազարյան այ ինքը էպոս պետք է բեմադրի միայն որ տանոթանակ միայն թե ինչպես է ինքը դա կազմակերպում հրաշք երևույթ է